Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, ձեզ հետ Ռադար զրույցն է։ Այսօրվա մեր հյուրը Քոչարի ազգային վերածնունդ եւ ազգի զարթոնք կուսակցության ղեկավար Արտակ Սարգսյանն է։ Բարև ձեզ, պարոն Սարգսյան, շնորհակալ եմ շատ մեզ հյուրընկալվելու համար։ Ես եմ շնորհակալ հրավերի համար, սիրով։ Քոչարի անվանումը շատերի մոտ տարբեր ասոցիացիաներ է առաջացնում։ Կասեք, ինչու հենց ընտրեցիք այդ անվանումը։ Տեսեք, Քոչարին դա ամենագլխավորը, ասենք, դա մեր պապ ու պապերը պարել են, որպեսզի չար ոգիներին, սա մոգական ծիսակատարություն է եղել մեր ազգի մոտ, որպեսզի չար ոգիներին վռնդեն հայկական բարձրավանդակից, եւ մենք տեսնում ենք, որ իրոք չար ոգիները լցված են հայկական բարձրավանդակում, դա նույնպես հավասարության պար է եղել, ռազմական պար է եղել, միասնության պար է եղել, այսինքն ապրել են հարուս աղքատ, նրանք շփվել են միայն մարտից առաջ Քոչարի պարելուց, մեր թշնամիներն են վախեցել այդ պարից, դա հոգեբանական վիճակ է եւ կուսակցության ամեն անդամի ներգրավվածության աստիճանից այդ սիմվոլը, այդ խորհրդանիշը կնշանակի ինչ-որ տարբեր բան։ Պարոն Սարգսյան, ձեր կուսակցությունը նորաստեղծ է։ Դուք ինչով եք տարբերվում արդեն գոյություն ունեցող ընդդիմադիր ուժերից։ Ես ընդդիմադիր չեմ տեսնում Հայաստանում, եթե տեսնեինք, մենք հաստատ ինչ-որ մեկի հետ կգնայինք եւ իրոք Քոչարի կուսակցությունը միակ բոլորին դեմն է եւ ոչ թե միայն բոլորին դեմն է, այլ բոլորը մեզ դեմ են, հա, այսպես ասեմ։ Եթե իրոք լիներ մի կուսակցություն, որ թևերը քշտեր մտներ գործի մեջ, ես հանգիստ կգնայի իմ արդ երկիրը կապրեի, երևի առանձին դրանցից որինը վերցնես, կարող է լավ անձնավորություն լիներ դրանք, բայց քաղաքական պայքարի մեջ ընդդիմություն բարդ չկա եւ Հայաստանում ընդդիմությունը դարձել է հայհոյանք, դրա համար մեր ուժին ոչ թե ընդդիմություն են ասում, այլ ընտրանք, երրորդ ուժ եւ դրա համար մեր կարգախոսներից մեկը, որ մասնակցում ենք ընտրություններին, ազգային այլընտրանք կա։ Մենք ինչով ենք տարբերվում, ամբողջ ծրագրով, ծրագրի ձևով մեր ներկայացրած ծրագրերը համարյա թե բոլորը know-how են, որ Ինչ եք առաջարկում ժողովրդին, մի քիչ կմանրամասնեք։ Տեսեք, ես չգիտեմ որ մասից սկսեմ, լավ գանք առաջի խոստումներից, որ մենք խոստումներ ենք տվել հաղթանակի դեպքում, առաջի որոշումները լինելու է անվճար քաղաքային տրանսպորտ, գույքահարկի զրոյացում, դա առաջի խոստումն է, հետո գալիս է իհարկե հայ առաքելական եկեղեցում տալ դիվանագիտական ստատուս ամբողջ աշխարհում եւ ոչ միայն առաքելական, հայ կաթոլիկ եկեղեցին կամ հայ եկեղեցին է նկատի ունեմ, որպեսզի ոչ միայն վերահսկեն դեսպանատներին, այլ նույնպես ունենան ստատուս։ Մենք անվտանգության համակարգը առաջարկում ենք ոչ միայն նայել որպես զինվորական համակարգ, այլ մշակույթը դա հենց առաջին անվտանգությունն է ազգի եւ ամբողջովին փոխում ենք այս բանակի հասկացողությունը, մենք նույնիսկ 44 օրյա պատերազմից առաջ ենք առաջարկել, ոչ թե առաջ, այլ ընթացքում առաջարկել ենք վարձու բանակներ, որը որ ամբողջ աշխարհը վաղուց օգտագործում էր։ Մենք առաջարկում ենք տնտեսական նոր ծրագրեր, այսինքն այդ հողի հետ կապված մենք առաջարկում ենք վերանայել վաուչերային սեփականության հիմքերը, հատկապես եթե խոսքը գնում է ստրատեգիական եւ խոշոր ձեռնարկությունների եւ ստրատեգիական անպայման վերադարձնել պետությանը, մենք առաջարկում ենք 3 տարվա ընթացքում Հայաստանը դարձնել ազատ էկոնոմիկական գոտի, Կովկասի Դուբայ։ Ինչպես եք դա պատկերացնում։ Փուլային, սկզբից մաքսային, այդ գանձումները նվազեցնել վառելիքի վրա, ընդհանրապես հանել այդ գանձումները, որպեսզի այս երկրում միջև ստեղծվի, ասենք, այդ էլեկտրոֆիկացված բեռնափոխադրումներ, լինի անվճար վառելիք եւ պետությունը պետքա վերահսկի, որ այս մոնոպոլիաները չպայմանավորվեն, չստանան գերշահույթ, ինչպես որ հիմա է կատարվում։ Հետո կամաց փուլային, ասեցի, հանել աշխատավարձի այդ
հարկը պետք է հանվի, ինչ է նշանակում 100 անգամ հարկվում է, մի հատ գործարարն է վճարում, մի հատ աշխատավարձ է ստանում, վճարում ես, մի հատ գնում ես խանութ, էլի ապրանքի վրա արժ բարձած ինչա կոչվում VAT-ին, հա, այդ հավելյալ արժեք է, ավելացված արժեքի ավելացված արժեք, էլի ես հարկվում, եթե ասենք ակցիզային ապրանք ես առնում, մի հատ էլ դրա համար ես հարկվում, այսինքն նույն հարկը բաժանվում է անչափ հարկերի, հա, որը որ մենք գտնում ենք, որ սա սխալ է, սկամ է, մենք գտնում ենք, որ այն պետությունները, որ հիմնված են միայն հարկերի վրա, դրանք կործանվող պետություններ են, պետությունը պետք է փող աշխատի, այս իշխանությունները լսել են մեր խորհուրդները, արդեն որոշ հանքերում պետությունը բաժնետեր է դառնում, բայց մյուս կողմից պետք է ժողովրդի հարկերը թեթևացի, այլ ոչ միայն, ասենք, փայ մտնվի ինչ-որ ձեռնարկություններում։ Պարոն Սարգսյան, դուք երկար ժամանակ ապրել եք, հա, Քենիայում, ինչու հենց հիմա որոշեցիք մտնել հայկական քաղաքականություն։ Տեսեք, 20 թվականին եմ եկել, պատերազմից առաջ եմ եկել, գիտեինք, որ պատերազմ է, զգուշացրեցինք, չհավատացին, հետո անձնական ծառայություն եմ առաջարկել ԱԱԾ-ին, քանի որ տիրապետում եմ բոլոր արաբական դիալեկտներին, բացի Ալժիր, Թունիս, Մորոկո, այնտեղ արաբերեն չի, հիմնականում ֆրանսերեն են շփվում, եւ լավ տիրապետում եմ ուրդու եւ որոշ չափով նույնիսկ պաշտու, անձնական ծառայությունս առաջարկեցի, որ դնեն այդ ռադիո պերեխվատի վրա, որպեսզի լսեմ, թարգմանեմ վարձկաններին եւ նույնիսկ սխալ կոորդինատներ ուղարկեմ ծուղակի մեջ, ասացին պետք չի, ինչի մտանք քաղաքականության մեջ, զգացինք, որ հիմա հայրենիքը վտանգված էր, այսինքն այն, որ սրանից առաջ ժողովուրդը վատ է ապրել, իհարկե շատ վատ է ապրել եւ մենք իմ կրտսեր եղբորը լինելով Քենիայում կապիտանի պաշտոնի հատուկ ջոկատի անդամ վաղուց արդեն ուղարկել էինք Հայաստան, որպեսզի իրոք ոչ թե ընկերներից կամ հեռուստատեսությունից իմանանք կյանքի վիճակը, այլ առաջի հենց դեմքից ներդրվել է, ոչ թե ներդրվել է, դա մի քիչ սխալ է, ընդունվել է որպես շարքային բարձրագույն կրթությունով, հետո էլի իրավաբանական, երկրորդ բարձրագույն կրթությունը հասել է մինչև մայորի եւ հեռացել է մեր ձերբակալումից հետո, այսինքն մեզ հետաքրքիր էր համակարգը, ոնց են աստղեր ծախում, ոնց է բաշխվում այդ հանցագործ համակարգը, ոնց է ստեղծվում, ոնց է լինում, որ անպրոֆեսիոնալները դառնում են գեներալներ, ասենք Քենիան 60 միլիոն բնակությամբ, որը որ ավելի շատ վայրի ցեղերը չեն հաշվառվում, 200 գեներալ չունենք, Հայաստանում 200 գեներալ ունենք, եւ Քենիան ունի նավատորմ, օդային ուժ, հասկանում եք, այդ բոլորը մեզ հետաքրքիր էր, ինչի ժողովրդի կյանքը չի լավանում, 60 միլիոնանոց երկրում մենք կարողանում ենք ժողովրդի կյանքը փոխել, Քենիան դարձրել ենք եւ միջև այսօր եթե հանենք Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունը եւ Հյուսիսային Աֆրիկան, Աֆրիկայի ամենազարգացած էկոնոմիկական պետությունն է, որը որ Աֆրիկայի Դուբայն է, այսինքն բոլոր աֆրիկական երկրներից գալիս են այնտեղ աշխատանքի եւ կենիացիք դարձել են հիմնականում սպառողներ, այսինքն աշխատուժը ամեն ինչը դրսից է, կյանքի որակն է լավացել, մի խոսքով մեզ շատ հետաքրքիր էր թե ինչ է կատարվում, չենք զգում, որ իրոք երկիրը վտանգված է, չնայած միշտ գիտենք, որ պատերազմի վտանգը կա, հետո որ եկանք միացանք ինչ-որ շարժման, տերդերի շարժման։ Այդ դրա մասին էի ուզում հարցնել, 2023 թվականին դուք հայտնվել եք Երևանի ավականու ընտրություններում թեկնածուներից մեկի Սուրեն Պետրոսյանի կողքին, հա, Տավուշը հանուն հայրենիքի շարժման ընթացքում։ Ինչու չեք համագործակցում հիմա իր ժողովրդավարական համախմբում կուսակցության հետ։ Չէ, տեսեք, այդ անձին, որ ասում եք, իմ ուսանողական ընկերն էր, հա, մենք նրա կողքին ուղղակի հայտնվել ենք, քանի որ նրանք այց էին կատարում Արաբկիր,
ուղղակի գնացել էինք, ասենք որ ուսանողական ընկերոջը սատարենք, բայց շփվել ենք, հասկացել ենք, որ չենք կարող։ Ձեր տեսակետները տարբեր են։ Այո, լրիվ տարբեր են։ Ինչ վերաբերում է Տավուշը ընդդեմ հայրենիքի շարժմանը, ընդդեմ է, սա լեզվի սայթա չէ, լեզվի սայթական չի։ Հա, հասկացա։ Տավուշը ընդդեմ հայրենիքի տերդերի շարժմանը մենք ժողովրդին միացանք։ Ժողովրդական շարժումները միշտ արդար են լինում, բայց ղեկավարները փաստը ցույց է տալիս, որ ոչ արդար, մարդը գտնվում է կալանավայրում, ինքը իր պաշտպանության մասին չի կարող խոսալ, դրա համար Ի՞նչն է պատճառը, որ հեռացաք Բագրատ arczepiskopos-ի կողքից։ Տեսանք, որ շարժումը սխալ ուղղությամբ է գնում։ Այսինքն դա գնում էր բախումների եւ երբ որ վերջի օրը մենք կոնֆլիկտ չասեմ, լեզվակռիվ չասեմ, հա մի փոքր բանա վիճեցինք, որ այս Դեմիրճյան փողոցի փակելու իմաստը չկա, այս Դեմիրճյան փողոցի փակելը բախումների է տանելու, որը որ մեր համար կարմիր գիծ է միշտ եղել Հայաստանում, հայ արյուն չպետք է թափի։ Մենք Կենիայում մասնակցել ենք որոշ դիկտատորների հեռացմանը, բայց սա Հայաստանն է եւ մեր համար կարանք կուսակցությունների հետ գաղափարներով չհամընկնենք, բայց երբ որ գալիս է կարմիր գծին, որ հիմնականում երկուսն են, հայ արյուն պետքա չթափի եւ չպետքա իշխանությունը կռվախնձոր դառնա, որը որ էլի հետևանքը նույնն է լինելու, մենք հասկացանք, որ ստեղ գնում է բախման, ստեղ մենակ աթոռի կռիվ է դառնում։ Հիմա բացարձակ կապ չկա։ Ընդհանրապես կապ չկա, նրանք այդ կապը խզեցին, հենց այդ օրը մի փոքր վիճաբանություն եւ մյուս օրը մեզ հենց այդ շարժման ղեկավարներն դեմ տվեցին, այսինքն այս պետությունը գիտեր, որ մենք 2020 թվականից այստեղ ենք եւ մեզ չեն ձերբակալում, բայց վտանգում կողմից էր այդպես կոչված օպոզիցիայի, որ մենք ասացինք, որ մենք ժողովրդին ասելու ենք, որ այս ինչ եք անում, այս մտնելու եք, խփեք, ջարդեք, սպանեք, շարակցեք ժողովրդի վրա, ասենք ոնց որ եղավ են Արարատ Միրզոյանի դեպքը, հա, ասենք դա մեր համար անընդունելի էր։ Իսկ հիմա նրա դատավարության ինչպես եք վերաբերվում։ Ես ընդհանրապես չեմ էլ հետևում ու չեմ էլ հավատում, որ ասենք, ես էլ եմ ասում, մարդը կալանքի մեջ է, լավ կլինի չխոսայի, քանի որ նա ինքը իր պաշտպանության համար չի կարող արտահայտվի, ոչ հետևում եմ, ոչ մասնակցում եք, ոչ դիմում եք դատարան, ոչ մասնակցում եմ, չեմ համարում, որ դա իրական է, ինքը իր նպատակները ուներ, ինչքանով իրականացավ, ինչքանով չգիտեմ, այդ ամբողջ շարժումը, հա։ Եվ շատ ժողովրդի համար շատ ծանր հիասթափություն էր դա։ Պարոն Սարգսյան, ձեր կուսակցության անդամ էր նաև մեզ բոլորիս հայտնի դերասան Լևոն Հարությունյանը, ով վերջերս հայտարարեց, որ դուրս է գալիս ձեր կուսակցությունից, հայտնեց, որ դեպուտատը իմ բանը չէ, ամեն մարդ պետք է զբաղվի իր գործով։ Կբացեք փակագծերը, ինչու հեռացավ ձեզանից։ Չկա փակագիծ, Լևոն Հարությունյանը երբ սկսեց արտահայտվել մեր ուժին, իրոք շատ ծանր կյանք ունեցավ, այսինքն դերերն էին կրճատվում այդ մարդու, չէին թողում, այսինքն ֆինանսական շատ ծանր կյանք ուներ եւ բազումս անգամ, երևի երկու անգամ Լևոն Հարությունյանը ինձ դիմել է, որպեսզի կուսակցության անդամ նույնիսկ լինի, միշտ մերժել եմ, ասել եմ Լևոն ջան, դու ստեղծագործող մարդ ես, դերասան ես, իր մասին մտածելով հա մերժել։ Այո, եթե դու մտնես մեր կուսակցության մեջ, դու արդեն ընկնում ես սահմանափակումների մեջ, խոսալդ պետք է մեր հետ համաձայնվում։ Այսինքն ես մերժել եմ, երևի ավելի հեռու է տեսնում, փորձ ունեմ քաղաքական, երևի ցուցակ ընդունելուց էլ մի քիչ էլի մեղքը կա, որ ասենք այդ ամեն ինչը հաշվի չեք առել։ Հա, այդ ամեն ինչը հաշվի չեմ առել, համ ավելի ժամանակ չկար այդքան մարդու հետ ամեն մեկի հետ խորը զրույց տանելու եւ ինձ թվում է ինքը բացատրել է ամեն ինչ, ուրիշ փակագիծ բացելու երևի չկար։
Պարոն Սարգսյան, 2020 թվականին Քենիայի պետական լրատվամիջոցը «Անձեռ մխելիները» վերնագրով հետաքննության մեջ ներկայացնում էր Արթուր եղբայրների կապը երկրում ամենախոշոր 1 տոննա կշռով թմրանյութի խմբաքանակի հայտնաբերման հետ։ Կմանրամասնեք սրա մասին։ Նախ պետական լրատվամիջոցը չի, եկեք մասնավորից խոսանք, այդ խոսքը գնում է KTN News-ը, հա։ Դա պետական չի, դա անձնական լրատվամիջոց է եւ KTN News-ը պատկանում է օպոզիցիայի ղեկավարներին եւ Հայաստանի պես ոնց որ 400 կիլոն է քչացրել եք, հա, դուք 1 տոննա 400 կիլոգրամ էր կոկայինը, ուրեմն երբ որ եղավ առաջի հեղաշրջման փորձը, մոյկի բակին ուզում էին գցեին գահից, քանի որ հաղթել էին ընտրությունները, բայց ամբողջ նախագահական թիկնազորը պատկանում էր այլ ցեղի, Գալենջին ցեղներ, Արաբմոյի ցեղներ, եւ նրանք փորձեցին հեղաշրջում անել, որոշվեց ստեղծել մի կազմակերպություն, որը պետք էր պաշտպաներ առաջի դեմքերին եւ հետազոտությունները ցույց տվեց, որ ամբողջ թմրադեղերը, որ ձերբակալվում էին եւ գնում էին ոստիկանություններ, նրանք հետագայում կորում էին, որոշում կայացվեց նախագահի կողմից ստեղծվել Քենիայի DEA-ը, Drugs Enforcement Agency-ն, հականարկոտիկսը, որը որ կառուցվեց սկզբից մեր գումարներով, ամբողջ սեյֆերը, շենքը, հետո իհարկե դա տրվեց պետությանը եւ ես հանդիսանում եի հականարկոտիկսի ղեկավարը։ Kenya Airways-ը կանգնած էր շատ լուրջ վտանգի առաջ, ամբողջ աֆրիկյան պետություններից ուղիղ չվերթները Եվրոպա փակված էին նարկոտիկի եւ փախստականների տրաֆիկինգի պատճառով, Kenya Airways-ը նույնպես կանգնած էր այդ վտանգի առաջ եւ միայն մեր DEA-ի ասենք աշխատանքի շնորհիվ մեծ թվով թմրադեղեր ձերբակալվեց, ոչնչացվեց։ Հիմա ինչ վերաբերում է այդ հարցին, ուրեմն այդ հարցը ոնց էր։ Նախ այդ անձեռնամխելիները 4 սերիա է, 3 սերիան անգլերեն է, 1 սերիան սվահիլի է, չգիտեմ ինչի են իրենք 4 սերիան սվահիլի անել։ Ուրեմն երբ որ խոսքը գնում էր հենց այդ 1 տոննա 400 կիլոգրամ մոտավորապես կոկայինի համար, կային ձերբակալվածներ, նրանք պատիժը կրում են մինչև հիմա եւ երբ որ վճռաբեկ դատը ավարտվեց, մենք դիմեցինք ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ եւ 14 դեսպանատան, որպեսզի այդ կոկայինը արդեն ոչնչացնենք, պայմանավորվեցինք ոչնչացնել հնդիկների այդ քանի որ հինդուները դիակները այրում են, հիմա փայտերով չեն այրում, կրեմատորիա, հա, որոշվեց այրել կրեմատորիայում եւ այրումը նոր էր սկսված, մենք ուղղակի անվտանգությունն էինք ապահովում հատուկ ջոկատով այդ դիգնատորիների, հա, այդ դեսպանների եւ ՄԱԿ-ի ներկայացուցիչների եւ մի 2 կիլո այրել են, եկավ այդ օպոզիցիայի ղեկավարը իբր ասաց կոկայինը սև ծուխ չի հանում, Արթուր եղբայրները փոխել են։ Անմիջապես կանգնեցվեց, այդ կադրերը կա։ Մենք առաջարկեցինք կատալիզատոր, ամերիկյան դեսպանատունը մերժեց, ասաց մենք մերը կբերենք, մի կես ժամ սպասեցինք, ասեմ որ թե Ամերիկայի, թե Անգլիայի դեսպանատները իրենց DEA ագենտների հետ էին այնտեղ գտնվում, բերեցին իրենց կատալիզատորները, ամեն կիլոն, ամեն 100 գրամ, ամեն 200 գրամը այդ կոկայինը եփված կոկային էր հատուկ շատ պինդ ձևով, որպեսզի անցկացնեին սահմանը, քողարկված էր, հա։ Այսինքն սղոցով կտրում էին, կատալիզատորի մեջ դնում էին, դառնում էր մանուշակագույն, այրում են, ուրիշ տեստ էին անում, այրում են եւ մենք ստացանք շնորհակալագրեր, պատվոգրեր, թե ՄԱԿ-ի անվտանգության թմրադեղերի եւ հանցագործությունների պայքարի կոմիտեից, թե ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարից, թե դեսպանատներից, իսկ այդ օպոզիցիայի ղեկավարը հասկանալով որ ակցիան ձախողել էր, գնաց այդ նույն լրատվամիջոց, որը որ անձնական խնդիր ուներ մեր դեմ, հա, քանի որ մենք փակել էինք այդ լրատվամիջոցը ցեղային տրայբալ ատելություն հերորելի համար գնաց տվեց հարցազրույց, այդպիսի հարցազրույց ամեն փաստ խեղաթուրված, մենք դառանք այդ հարցազրույցում 6 եղբայր
3 չէինք, հա։ Հետո որ ՄԱԿ-ը բողոք ուղարկեց, նրանք ասեցին, դե մեր մոտ խոսքի ազատությունը, մենք ուղղակի հարցազրույց ենք վերցրել եւ այդպիսով հարցը փակվեց։ Պարոն Սարգսյան, դուք նաև հայտարարել եք, որ կարող եք Աֆրիկայից տասնյակ հազարավոր զինված մարդիկ բերել Հայաստան։ Դա քաղաքական հայտարարություն է, թե իրական ծրագիր։ Իրական ծրագիր։ Ինչպես եք դա պատկերացնում, ովքեր պետք է լինեն, մասնավոր ռազմական ընկերությունից, թե վարձկաններ, չգիտեմ, կամավորներ։ Երկու ձևներ, կամավոր, 3 ձևը, հա։ Պրոֆեսիոնալ զինվորներ։ Մենք այսօր 44 օրյա պատերազմի պատճառով ունենք 3 սերունդ չվերարտադրվելու պրոբլեմ։ Մենք մարդկային ռեսուրս չունենք։ Կան քաղաքական ուժեր, որ հիմա էլ աչք են դրել Սփյուռքի հայերի վրա, ասում են ազգ բանակ ենք ստեղծում, ստեղ երիտասարդներին կոտորին, հիմա էլ ասում են ընդեղից պետքա բերենք, որ ընդեղի երիտասարդներին է կոտորենք, բայց որ հարցնում ես, բա ձեր տղան, ձեր ընկերոջ տղան գալու է, իրանք շատ վատ են դա արձագանքում, հա, այսինքն հայ զինվորը չպետքա զոհվի, բարձր տեխնոլոգիաներ եւ ասենք վարձու բանակներ, մենք դա չենք հորինել հազարավոր տարիներ մարդկության պատմության մեջ եղել է, Տիգրան Մեծն էլ է օգտագործել, Ռուսաստանի պես պետությունն է օգտագործում թե Կորեայից, թե Հնդկաստանից տարբեր վարձու բանակներ, ամերիկյան բանակներ օգտագործում Իրաքի պատերազմի ժամանակ այդ Black Water-ներ այնտեղ, հա, հիմնական օպերացիաները կատարում։ Մի խոսքով դա սովորական պրակտիկա է, որ պետքա կիրառվի եւ ելի եմ ասում հայ զինվորը չպետք է զոհվի, դա։ Եթե նման ուժեր կան Հայաստան, ով պետք է ֆինանսավորի նրանց մնալը կամ գործունեությունը։ Տեսեք, 44 օրյա պատերազմի ժամանակ մենք առաջարկեցինք, որ մենք ֆինանսավորենք։ Հետո ասացինք, եթե չեք հավատում, մտածում եք, որ կարող է այդ բանակը շուռ տանք ձեր դեմ, դուք վճարեք, հա։ Չեղավ պետությունը։ Մեր հաղթանակի դեպքում պետությունը եւ ամեն անգամ պետք չի տասնյակ հազարավոր նրանք գալիս են հայտա իրանց առաջադրանքը կատարում են, որոշ մասը մնում է, որոշ մասը դուրս է գալիս, այսինքն պետությանը պետք չի միշտ 80,000 անոց զորք պահել կամ առաջադրանքի կախված առաջադրանքից։ Բայց Հայաստանի սահմանադրությունն ու միջազգային իրավունքը թույլ է տալիս օտարերկրյա զինված խմբերի ներգրավում։ Իսկ հիմա չունենք օտարերկրյա խմբերի։ Ունենք ամերիկյան այդ արծիվ զորավարժություններ, եվրոդիտորդներ, դուք հետազոտել եք այդ եվրոդիտորդների ամեն մեկի կենսագրությունը։ Բա տենց է կոչվում, անգլերեն կոչվում է տարբեր անուններով, defense contractors։ Տարբեր անուններով են նրանք կոչվում։ Այսինքն այդ միջազգային հանրությունը Ադրբեջանին չմեղադրեց, հա, Ուկրաինային չի մեղադրում, էլ որ երկրին ասեմ, որ ամբողջ աշխարհին չի մեղադրում, Ամերիկային չի մեղադրում, պետքա միայն Հայաստանին մեղադրի։ Ադրբեջանի կողմից քանի պետություն է կռվում մեր դեմ։ Կռվում էր Պակիստան, Նիգերիայի մահմեդականներ, Արաբական, Սիրիա, Թուրքիա, Իսրայելի ինստրուկտորներ, այսինքն այդ միջազգային հանրությունը բան չէր ասում, հիմա մենք պետքա մտածենք, որ մենք եթե մեր իրավունքներն ենք պաշտպանում, մեզ պետքա բան ասեն, ոչ մի դեպքում։ Իսկ դուք անձամբ կապ ունեք աֆրիկյան այդ ռազմական ուժերի ուժային կառույցների հետ։ Իհարկե կապ ունեմ եւ անձամբ սկսել եւ մասնակցել ենք Սուդանի քրիստոնյաների պաշտպանությունը եւ հպարտեմ անձամբ մասնակցել ենք Սուդանի բաժանմանը։ Նույն տրամաբանությամբ, չէ, ասում էին ՄԱԿ-ի ճանաչված երկիր է, ինչ ես, տեղացիք չէին հավատում։ Ասում են, ինչ ես ասում, ինչ առանձնանալ, մենք ասենք մեր պիրամիդները, մեր բուրգերը, եգիպտական բուրգերից հին բուրգերն են, ինչ ես ասում, ՄԱԿ-ով ճանաչված պետություն։ Ասում ենք, չէ, ՄԱԿ-ով ճանաչված երևի 30 տարվա մեջ 30 պետություն գիտեմ, որ ՄԱԿ-ով ճանաչված էին եւ բաժանվեցին։ Որոշ պետություններ խաղաղ, Չեխոսլովակիա, որոշ պետություններ ոչ խաղաղ, ասենք Սերբիա եւ Սուդանն էլ 11 թվականին առանձնացավ եւ հիմա ծաղկում է։ Իսկ ինչպես է կազմակերպելու նրանց մուտքը Հայաստան, ինչպես են գալու։
դա երևի սխալ հարց է, ինչպես են գալու, լավ, կասենք որպես տուրիստ։ Ես պատմեմ ուրիշ երկրները ոնց են անում, քանի որ դա համարյա ռազմական գաղտնիք է։ Իշխանությունները կամ իրավապահ մարմինները կապ հաստատել են ձեզ այդ հայտարարությունից հետո։ Ոչ, մեր հետ կապ են հաստատել Ռուսաստանի եւ Ուկրաինայի կողմից, այս վերջերս որպեսզի օգնենք վարձկանին, երկուսին էլ մերժել ենք։ Երկու կողմին էլ մերժել ենք։ Հիմա ես ասեմ ուրիշ պետությունների հավաքագրելու ձևը, հա։ Ասենք Իրաքի պատերազմի ժամանակ, լավ, սենց ասենք, Շրի Լանկայից կամ Ֆիլիպինից հավաքագրում են։ Ֆիլիպինում, Շրի Լանկայում արգելվում են վարձկանները։ Քուվեյթում ստեղծվել էր security կամպանիա, հա, անվտանգության, հա, ոնց են ասում, պահնորդական հայերեն ոնց է security։ Անվտանգություն, հա։ Հա, նրանց հավաքագրում էին որպես ասենք անվտանգության աշխատակիցներ գալիս էին Քուվեյթ, պայմանագիրը փոխվում էր, գնում էին Իրաք, հա։ Նույնիսկ պատկերացնում եք Հայաստան, հա։ Չէ, մենք եթե դու արդեն իշխանություն ես, քեզ պետք չի այդ անելը։ Եվ կան աֆրիկյան երկրներ, որտեղ արգելված չի։ Տեսեք, ՄԱԿ-ի այդ բանաձևով վարձկանա համարվում այն մարդը, ում շահը միայն դրամն է, հա, մոտիվացիան մենակ ֆինանսն է։ Մենք ինչու՞ միջև հիմա ասենք Ադրբեջանի վրա չենք կարողանում հայցեր ներկայացնել, որտեղ նրանք ասում են մեր իսլամական գաղափարակիր եղբայրներն են եկել։ Հա, մենք էլ փող ենք տվել իրանց ընտանիքների համար, այդ չի նշանակում որ նրանք վարձ կան, բայց մենք էլ ունենք քրիստոնյա մեծ թվով ասենք համակիրներ, որոնք պատրաստ են գան եւ Հայաստանի համար կռվեն որպես առաջին հայ քրիստոնյա պետություն, որպես ճանաչելով մեզ։ Պարոն Սարգսյան, դուք հայտարարել եք, որ պատերազմը անխուսափելի է, այսինքն խաղաղության գործընթացին չեք հավատում։ Տեսեք, ես չեմ հայտարարում, դա ես աշխարհն է այտենց։ Պատերազմ, խաղաղությունը դա երկու պատերազմների միջև ընկած ժամանակաշրջանն է։ Չկա այտենց բան, չի եղել, աշխարհում չի եղել, տեսել եմ, անցել ենք այդ ճանապարհով։ Խաղաղության գործընթաց որպես այսպեսին չկա, եթե խոսքը գնում է զիջողականության մասին, դա մենք խաղաղություն չենք համարում։ Հիմա 6 երկրները արաբական GCC, նրանք աղաչում էին, որ պատերազմը Ամերիկան չսկսեր Իրաքի հանդեպ, քանի որ հասկանում էին, որ նամանավանդ արաբական Միացյալ Էմիրությունները, որ 50 տարի էլ չեն կարողանալու երկիրը հետ բերեն, հա, այդ նույն ասենք ինվեստորների աճը կամ մուտքը, բայց եղավ։ Այսօրվա աշխարհը դիլերի աշխարհ է։ Դու չես կարող իմանալ, որ քեզ դու պետք է ուղղակի պատրաստ լինես։ Անձամբ երբ կաք իշխանության կստորագրեք նախաստորագրված պայմանագիրը, թե կվերաբանակցեք։ Նախ ծառայության են գալիս, իշխանության չեն գալի, այդ սխալ բառը պետք է հանել։ Ոչ, մենք Ադրբեջան որպես այսպեսին չենք էլ ճանաչելու։ Տեսեք, պահանջատիրությունը այսօր, ասենք, Ճապոնիան եւ Ռուսաստանը ունեն տարածքային համակրություններ, հա, Ճապոնիան Ռուսաստանից հողեր ազում։ Լավ, Չինաստան, Ռուսաստան, ավելի խորը գնամ, Չինաստանը այսօր Ռուսաստանի դաշնակիցն է, ռազմավարական ծրագիր ունեն, ստորագրած թղթեր ունեն, ամբողջ զինամթերք եւ նույնիսկ վարձկաններ Չինաստանից գնում են, բայց ունեն Չինաստանը ունի, ասենք, տարածքային պահանջներ Ռուսաստանից, նույնը Ճապոնիան։ Երկու երկրները շփվում են, նորմալ է, բայց Ճապոնիան չի հրաժարվում իր տարածքային պահանջներից, հասկանում եք։ Այսօր հրաժարվել քո տարածքներից, քո ազգի իրավունքներից եւ ասենք, ասես որ դա միակ ձևն է, մենք այդտեղ ասենք իշխանության հետ լուրջ հարցեր ունենք, մենք չենք ճանաչելու Ադրբեջանը որպես այդպիսի պետություն, կամ միջև նա լուծարվի, կամ միջև նա հայ ազգի, Արցախի եւ մյուս բռնի տեղահանվածների հարցը դնի եւ արդար որոշումներ կայացնի։ Իսկ վարձկանների մասին հայտարարությունը հայկական բանակի գաղափարին չի հակասում։ Ուր է հայկական բանակ։ Ասենք ես ձեզ ասում եմ, իմ եղբայրը այդ բանակում է եղել, ստեղծել է 2 հատուկ ջոկատ։ Վերջի հատուկ ջոկատը մեզ ձերբակալելուց
մի քանի օր առաջ էր ստեղծել եւ ինքը հանդիսանում էր ժամանակավոր պաշտոնակատար, երբ որ ձերբակալեցին, իհարկե դուրս եկավ, քանի որ հանելու են։ Ուրա բանակ։ Ես ասում եմ, այդքան գեներալ ունենք, ինչ բանակից եք խոսում։ Ուր աստեղ բանակ։ Բայց ինչու պետք է հայ հասարակությունը վստահի արտաքին օտարերկրյա ուժերին։ Հիմա ինչի եք Աֆրիկայից ֆուտբոլիստ բերում, որ ձեր ֆուտբոլի թիմը լավ սկսի խաղալ, չէ, փորձ ունենա։ Բայց ֆուտբոլն ու բանակը նույնը չեն, չէ՞։ Համարյա նույնն են։ Այդ ֆուտբոլիստը իր գոլին խփում է։ Ես լսել եմ տարբեր խոսակցություններ, որ Ադրբեջանը փող կմուծի նրա կողմից կկռվեն, բայց այդ բարակ է, այսքան միլիարդատեր կայք։ Եթե այք Ադրբեջանի վարձկաններին փող վճարեիք, թող մեր կողմից կռվեին։ Կամ այդ ամբողջ աշխարհը Ուկրաինային է պաշտպանում, փող չունեն Վագներին տային, որ ֆրար Ուկրաինայի կողմից, կամ հակառակը Ռուսաստանը փող չունի, որ Ազովին վճարի, որպեսզի Ազովը Ռուսաստանի կողմից։ Հասկանում եք, այդ պոպուլիզմ բառի նշանակությունը, հա, պոպուլիզմը, որ մեղադրում են որոշ քաղաքական ուժեր մեզ ընդդիմադիր, հա, որ իբր սա պոպուլիզմը, քանի որ գրագողությամբ չեն կարող զբաղվեն, բոլորը նստած սպառված, սպասում են մի բան ասենք, որ իրանք իրանց բառերով փոխեն, հասել է այն աշճան, որ ասենք ես ասում եմ, ես պլան B չունեմ, Քոչարյանը ասում է պլան B չունեմ, ես ասում եմ լավ, իմ բոլոր դիրքորոշումները ճառերը ես անգլերեն եմ գրում, քանի որ 33 տարվա մեջ, ասենք, իմ շփումը հայերեն ընտանիքիս հետ ա եղել։ Ես երկրորդ կրթություն հիմա ստանում եմ իրավագիտություն, որ իմ բառապաշարը շատանա, հա։ Ու Քոչարյանը դուրս ա գալի, ասում է, ես ճառերս անգլերեն եմ գրում, հետո թարգմանում, այմար ասա թուրքերեն եմ գրում, ասա ուրիշ լեզվով եմ գրում։ Հիմա պոպուլիզմը դա ժողովրդի ցանկությունն է, արդար ցանկությունն է, որ իշխանությունները կամ անդիմությունը չեն կարող անեն կամ չեն ուզում անեն։ Հասկանում եք, ինչի պետքա պրոֆեսիոնալ զինվորականները չգան եւ պետությունը կատարում է դա, բայց լայն չի կատարում։ Նույն ասում եմ, այդ արծիվ զորավարժություններ կամ եվրոդիտորդներ վարձկանի կարգի բաներ են։ Բայց պետքա լայն կատարվի, որ այդ հայ զինվորը չզոհվի, բայց ոչ միայն վարձկանները, մենք ասել ենք բարձր տեխնոլոգիաները, այսօր մենք աշխարհում չկա բուֆերային գոտի, թե Պարսկաստանի պատերազմն է ցույց տալի, այսինքն այսօր հույսը դնես, որ քեզ գրադով են խփելու ու դու ունես բուֆերային գոտի, ոչ, այսօրվա դրոնները, այսօրվա հրթիռները հեռավար են, այսինքն Կրեմլ են խփում, Պարսկաստանից Իսրայել են խփում, դու բուֆերային գոտի չունես, դու պետքա պատրաստ լինես ու պետքա այնքան պատրաստ լինես, որ այդ առաջնագծերը գոնե այդ հայ զինվորները չզոհվեն։ Ստորգետնյա կոմունիկացիաներ պետքա լիներ։ Պաղեստինը նայեք, Վիետնամը լավ, Պաղեստինը նորը, ասեք չհասցրեցինք։ Վիետնամում B-52-ը տոննանոց ռումբեր էր գցում, վիետնամցի գենտակից դուրս էին գալիս կռվում էին։ Իսկ Արցախի պատերազմին տոննանոց ռումբեր չկար։ Այդ դրոնի ռումբը ես տեսել եմ, մեկ-մեկ ընկնում է տանկի վրա, այդքան էֆեկտ էլ չի տալիս, հասկանում եք։ Հիմա Քենիայում կամ Աֆրիկայում ձեր փորձը ինչպես կարող է կիրառվել Հայաստանի անվտանգային համակարգում։ Շատ լավ։ Հայաստանը կդառնա այնպիսի մի երկիր, որ նախ ամոթ կլինի Հայաստանի վրա հարձակվելը, ինչպես Շվեյցարիան է, եւ երկրորդը շատ կորուստաբեր։ Շվեյցարիան էլ սկզբից որ Հիտլերին զեկուցում են ռելեֆի եւ պատրաստվածության աստիճանը ու ասում են ինչ կորուստներ է լինելու, ասում են չենք հարձակվում։ Իսկ հիմա Շվեյցարիայի վրա հարձակվելը ուղղակի ամոթ է քաղաքականության մեջ։ Հայաստանը պետք է այդպիսի երկիր դառնա, որ մեր վրա հարձակվելը համ ամոթ կլինի, համ կորուստաբեր։ Պարոն Սարգսյան, ինչպես է գնահատում ձեր ուժերը, ձեր շանսերը։ Տեսեք, դա անշնորհակալ գործ է ասել, բայց կասեի Նիկոլ Փաշինյանից ավելի շատ, երբ որ ինքը անցավ ազգային ժողով։ Հասկացա։ Իսկ որ ուժերի հետ եք պատրաստ համագործակցել։ Ասել եք, որ նորաստեղծ է ու այդ եթե կլինեն նորաստեղծ ուժեր ու կդրսևորեն իրենց, ես հենց նոր հարցազրույցի էր ուրիշ տեղ եւ լսեցի, որ մի նորաստեղծ ուժ լուծարվում է բոլորին դեմ։ Հա, դե հիմա ասենք ես չունեի ինչ-որ հույս, որ այդ ուժը կլինի, ասենք 5000 դրամներով հավաքված մի հատ ուժ, ղազագրերով,
Ես ասեմ, որ մենք միակ ուժն ենք, որ գազագրեր չկա, մեր մոտ պրոֆեսիոնալ մարդիկ են, գիտնականներ, աստվածաբան, քաղաքագետներ։ Իսկ որ ուժերի հետ երբեք համագործակցություն չեք կազմի, կոալիցիա չեք ձևավորի։ Մայր Հայաստան չկա։ Օրինակ Գագիկ Ծառուկյանի ԲՀԿ-ի հետ։ Ինչ ընդդիմություն, ինչ եք ասում, ինչ ընդդիմություն է։ Երբ կանչեն մի առաջարկ անեն, այն իր ասած զատնի է տալու։ Այդ բոլորը գործարքի են գնալ, այսօր հել են, նոստալգիա, մեկի մոտ նոստալգիա է, թե հետ գանք, սենց կանենք, մի հատ նայեք, կենթանի դիակներ, ժողովրդից, այն օրը մի լավ դեպք եղավ, որ մի տղամարդ քասախում ասում անգերոջս տղեն կրակել եք, մենք էլ էինք փողոզում, ինչ եք խոսում, այնտեղ ինչ ընդդիմություն։ Ուժեղ Հայաստանի մասին ինչ կասեք։ Ոչ, ուժեղ Հայաստանն էլ ինչ, այնտեղ դրանք բոլորը դուրս են եկել այդ 3 գլխանի հրեշ սկզբից ես եմ ասել, պետությունը փոխեց 3 գլխանի կուսակցություն։ Այսինքն նրանք դուրս են եկել սեփականություն պաշտպանելու համար։ Այս կողմն էլ ասում է խլելու եմ։ Հիմա դանդաղ է խլում, ինքը կարա մի օրում էլ խլի, բայց գլուխները ոտի տակ դրած, ասենք ես ուրիշ կերպ կանեի։ Բայց իրան պետք է Փաշինյանը այդ 3-ի գլուխը ոտի տակ դրել է, երկարաձգում է։ Վերջերս օրինակ հրապարակվեց, որ Սամվել Կարապետյանի Կալուգայում ստացած արտասահմանյան անձնագրում աշխատանքի վայր Սյունյակում նշված է FSB-ն։ Դա ինչպես կմեկնաբանեք։ Տեսեք, Սամվել Կարապետյանի անձնական կյանքին չմտնեմ, բայց առաջինը էլի ես եմ ասել, որ Սամվել Կարապետյանը եղել է ԱԱԾ-ի վարորդ, հետո այդ մարդը ռակից մեռել է, ծանոթացրել է այդ ռեգիոնի ԱԱԾ-ի ղեկավարի հետ, մի խոսքով, էլ չասենք ինչեր արել եւ այն Գարեգինն էլ որ գնաց, ասենք հանդիպման, ասենք Գարեգին B-ա թե A-ա, ինչա։ Գարեգին B, ասենք իր աջակցությունը բացահայտ ցույց տվեց Սամվել Կարապետյանը։ Ես կասեմ, որ երկու բացահայտված գործակալ իրար էին հանդիպում։ Բա Գարեգին B, այս մարդը Սուդանում քրիստոնյաներին պաշտպանել է, օգնել է Սուդանի քրիստոնեական հանրապետության ստեղծողը, քո տերդերի կողքը կանգնել է, խաղ բանտարկյալ է հանդիսանում, այդ տերդերի, բա մի հատ երբ եկար ինձ աջակցելու, երբ մի հատ եկար կամ զանգեցիր, ասեիր Սարգսյան ջան, եթե դու տենց ընդդիմադիր ես, կամ տարել ես դրա նկարը, կաթոլիկի նկարը վեհարանում կպցրել ես, որ ինչ անեմ, մոնվարը, քրֆելու են մարդիկ, ինչ են անում։ Մի խոսքով FSB-ի հարցով ես ասել եմ, բազում զանգեր եմ ունեցել մարդկանցից, որ պարոն սա ուղարկել են այդ երիտասարդի ինֆորմացիա, որ երկքաղաքացիություն ունի թե ինչ, ասել եմ, ես այդպես բաներով չեմ կեղտոտվում, ուղարկեք ուրիշ կուսակցությունները, ես այդպես բաներ չեմ հայտարարի, ես նրանց ընտրություններով կհաղթեմ։ Իսկ իրենց շանսերը ինչպես կգնահատեք։ Ձեր կարծիքով շանսեր ունեն անցնելու խորհրդարան։ Ես կասեի, որ նրանք ընդհանրապես պետք է այդ թերթիկը հեչ արվի։ Այսքան կաշառքներ, այսքան ձայնագրություն, եթե դա իրականություն է, երեք ձայնագրությունները, ինչ խայտարակ է, էշերին կհավաքեմ, կբերեմ, մարդ խփել, գլխից խփել, ինչ։ Դրանք ազգի հարց են եկել լուծում։ Հայտնի է դարձել նաև, որ Նարեկ Կարապետյանն էլ է Ռուսաստանի քաղաքացի։ Դե ես ասեցի, ինձ բազում մարդիկ կապնվում են, ուղարկում են ինֆորմացիա, ես ասել եմ, ես դա չեմ հրապարակի, կան, ասենք, կուսակցություններ, բլոգերներ, իրանց ուղարկեք, ես իրենց արդար ընտրություններով կհաղթեմ, բայց եթե իրոք նրանք այս իշխանության հետ չեն, անկեղծ ասեմ, եթե մեր կուսակցությունը մեկ ընտրակաշառք, հա, ունենար, մեզ հանել էին, այսքան ընտրակաշառք, այս ինչ մուկն ու կատու եք խաղում, այս ինչ խոսակցությունները, ազգի մասին մտածում եք, ասում եմ Փաշինյանը երևի իր ձևը ունի, գլուխները դրել է ոտի տակ, ու ասենք երկարաձգում է իր հաճույքը, բայց ես ուրիշ մեթոդներով կաշխատեի։ Ինչպես։ Ես նրան չէի թողի հասնեին ընտրություններին։ Չէի թողի, այ մարդ այդ ի՞նչ է, բա մեղադրում ենք իշխանությանը, բա իհարկե մեղադրում ենք իշխանությանը, որ այսօրն ազգը, բա այս ազգը հավատացել է, ընտրել է, հավատացել է հեղափոխу։ Ես հավատացել եմ հեղափոխությանը։ Իմ ընտանիքը Քոչարյանի կողմից դժվար ա եղել։ Երբ որ Աֆրիկայում նոր սկսվում էր,
դվայորնի աղբեր, տրայորնի աղբեր, մորքուր, քերի բոլորին հավաքի տարել էին ածը։ Քոչարյանի հետ էլ երբեք պատրաստ չեք որևէ ձև կոալիցիա կազմել։ Ինչ գործ ունի, այդ մարդը ես նրան շատ լուրջ անդրադարձել եմ, որ հարց են տալի, ասում են քաղաքական սպանություններ, ինքը ասում է այդ մարդիկ քաղաքականությամբ չեն զբաղվում։ Խեք ասում քաղաքական սպանություն։ Այսինքն որ սպանելա ոչինչ, բայց մի ասեք քաղաքական սպանություն։ Չի հասկանում, որ քաղաքական սպանությունը բացատրվում է ենթապատճառներով եւ դրդումներով, ոչ թե անպայման չի։ Մարդը քաղաքականությամբ չէ, ոչ մի դեպքում։ Դրան այդ մարդու մոտ նոստալգիա է։ Հա որ զարմանում են, ասում են, sense կարելի է թալնել, մենք գանք թալնենք։ Նոստալգիա, իր կողի կանգնածները ում նայում ես, այն նոստալգիա։ Ես հույս ունեմ, որ մեր ազգը այս անգամ ճիշտ որոշում կկայացնի եւ այդ 8%-ը հիմա 8-ը, ոնց որ այդ 8%-ը այս ուժը չի հաղթահարելու։ Իսկ այս պահին ձեր հիմնական մրցակիցը որ քաղաքական ուժին եք համարում։ Իշխանությանը ես կասեի։ Այն մնացածին ես նույնիսկ ընդդիմությունը չեմ համարում եւ ժողովուրդն էլ լավ էլ գիտի ով է։ Քարոզարշավներն ես նայում ավտոբուսներով ամեն մեկը տանում է մի կապիկություն։ Իսկ ինչու դուք քարոզարշավ չեք իրականացնում։ Մենք իրականացնում ենք։ Մարզային այցեր ունենում եք։ Չենք ունեցել դեռ, Երևանի մեջ մեկ այց ենք ունեցել, հասկանում եք, քարոզարշավն էլ է փոխվել, ես ասում եմ, այսօր ձեր քարոզարշավը սա է, հա։ Այն հին ձևերը շտաբներ բացել, շտաբները միշտ բացել են փող բաժանելու համար, հասկանում եք, լրիվ ձևերը ժողովուրդը հոգնել է, չի ուզում ցրտին, անձրևին, արևին դուրս գա, ժողովուրդը ուզում է տունը նստի, իր կոլան խմի, իր պոպկորն ուտի ու հարց լուծի, ու ավելի լավ է լուծում։ Մենք փորձել ենք on-line հարցերը ավելի լավ է լուծում, քան այդ կապիկությունները, որ կատարվում է, հա։ Շնորհակալ եմ շատ, պարոն Սարգսյան։ Ես եմ շնորհակալ։ Այսօրվա համար այսքանը, իսկ ես հիշեցնեմ, որ մեր հյուրն էր Քոչարի ազգային վերածնունդ եւ ազգի զարթոնք կուսակցության ղեկավար Արտակ Սարգսյանը։